Ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եկեղեցու եւ հոգեվորականների վրա հարձակումներին։ Հոգեվորականների վրա կհարձակվեն, չէ որ աստվածային մարդիկ են դրանք, որ Աստծուն հավատում ես, ինչ կարես հոգեվորականի վրա հարձակում գործես։ Խեղկատակ իրանքի եկեղեցու անուն տա։ Ես պաշտում եմ եկեղեցիների, մեր խաչքարերին, պաշտում եմ, սիրում եմ։ Ես ինքս ինձ հարգում եմ դա մեր խաչքարը, մեր որ քրիստոնյա եք, ես սիրում եմ, որ հայ եք մենք։ Ես հայ եմ, սիրում եմ, որ հայ եմ, Հայաստանում եմ ապրում, չեմ փոխի ոչ մի տեղ հետ գնացել եմ, ման եկել է ռուսական քաղաքները բան եկել, չեմ փոխի մեր Հայաստանի հետ։ Ինչքան էլ պատերազմ ինձ դեռ ես չեմ փոխի։ Շատ սխալ։ Ես հոգեվորական էլ բան չեմ, ինչեղ ասվածավախ է, ասվածապահ է։ Գիտեմ, որ քրիստոնյա եմ, բայց մոլերան չեմ, բայց թե շատ վատ։ Ամեն դեպքում մերն եմ, ինքնի հետ կան չկա որ էր ոնց նեղություն կուտա։ Շատ վատ, եկեղեցուն մարդ իրավունք չունե դիպչի, դա մեր սուրբն է, մեր ամեն ինչն է։ Եկեղեցին ունի իր դերը, պետությունը իր դերը, ու պետք է ամեն ինչ կատարի օրենքի սահմանում, բայց այն որ պետք է հոգեվորականությունը իր դերը կատարի ու ավելի շատ բարոյապես կարողանա մեր ազգին առաջ մղել, քանի որ մեր ազգը բարոյապես շատ մեծանկում է ապրել ու ահագին մեծ խնդիրներ կան։ Օրինակ բարերար Սամվել Կարապետյանը կաղանքի տակ է եկեղեցուն պաշտպանելու համար։ Ինչպես է վերաբերում բարերարի կաղանքին։ Էլի վատ։ Գիտենք որ սարկած բան է։ Եվ ոչ մենակ Սամվելյան կան, ամեղ կալանավորներ կան, որ անկանի շատ։ Դա իր անձնական գործն է, պաշտպանելա կարող իր համար շատ ճիշտ է։ Ճիշտ է այլ պաշտպանելա։ Իրանա վերաբերում ինքը պաշտպանելա։ Ես էլ մի ուրիշ բանի կարա պաշտպանեմ։ Այդ մարդը չի պաշտպանել, իր խոսքը ասելա։ Իրան պատճառ ա եղել, որ ձերբակալի իրան։ Դա շատ սխալ։ Ինքը լավ մարդ է, ինքը մեր Արցախին էլ շատ օգնա, շատ մեր ժողովրդին։ Սխալ եմ համարում։ Աստվածան ինքը դուրս գա։